Դիանա Գրիգորյանի վերջին զանգը հեռուստասերիալում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում և հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում էին տեսնելու, թե վերջապես ինչպես է հանգուցալուծվելու Հենրիի, Աննայի և Անգելինայի խոսակցությունը։ Մեր նախորդ տեսանյութում արդեն պատմել էինք, որ Հենրին ոչ մի գաղտնիք էլ չի բացահայտի և նոր սուտ կհորինի, որովհետև հրապարակված կադրից դուրս իրավիճակներից պարզ էր դառնում, որ Հենրին ու Անգելինան խոսում են իրար հետ ու Անգելինան չգիտի այն, ինչի մասին այսքան տարիներ նրանից թաքցրել են։ Հենրին մի սուտ է հորինում, որ իբրև թե Անգելինան Աննային պաշտպանում է մոր նման, իսկ Աննան Անգելինային սիրում դստեր նման։ Իհարկե, Անգելինան ու Աննան պիտի անմիջապես կասկածներ ունենային, բայց դե հեռուստասերիալը մնում է հեռուստասերիալ, իսկ առաջիկա զարգացումները լինելու են հետաքրքիր ու ինտրիգային։ Հեռուստադիտողներին զարմացրել է նաև այն փաստը, որ Միքայելն այսքան ժամանակ անց որոշել է, որ Անգելինային որպես հարս կընդունի ու Հենրիին խորհուրդ է տալիս, որ նա գնա ու Անգելինայի հետ երջանիկ լինի։ Բայց երբ Անգելինան իմանա, որ իր սիրելի Հենրին այսքան ժամանակ նրանից թաքցրել է ճշմարտությունը, արդյոք կկարողանա ներել ու երջանիկ լինել։ Հավանաբար հենց այդպես էլ կլինի, քանի որ Դիանա Գրիգորյանը երեկ սոցիալական ցանցի իր էջերում հրապարակել էր նոր տեսանյութ ու լուսանկար, որին կից գրել էր, որ վերջին զանգը հեռուստասերիալում սպասվում է դարի հարսանիքը, իսկ դա նշանակում է, որ հեռուստադիտողների սպասելիքները կարդարանան և հեռուստասերիալի վերջում Անգելինան ու Հենրին վերջապես միասին կլինեն։ Բայց մինչ այդ հետաքրքիր զարգացումներ են սպասվում, քանի որ դեռ պետք են բացահայտվեն գաղտնիքներ, որոնցից երջանիկ կլինեն կամ կկործանվեն կյանքեր։ Իհարկե, Անգելինան վերջապես կգտնի իր կենսաբանական ծնողներին, կստանա իր բոլոր հարցերի պատասխաններն, իսկ Աննան կապրի հանգիստ խղճով, քանի որ այսքան տարիներ նա տանջվել է իր երախայի կորստի պատճառով։ Նույնիսկ Միքայելն այս ամենից հետո Աննային մեղադրեց, որ կարողացավ ապրել երեխային կորցնելուց հետո։ Իհարկե, սա սարսափելի է, բայց ամեն դեպքում հեռուստասերիալ է ու իրական կյանքում էլ քիչ չեն նման տղամարդիկ։ Դե ինչ, դիտեք մեր կողմից պատրաստված տեսանյութը, չմոռանալով գրել ձեր կարծիքները։ Ողջույն սիրելիներս, հուսով եմ լավ եք։ Ուզում եմ մի քանի հարցի պատասխանել։ Ինչու հարցազրույցներ չեմ տալիս։ Շատ եմ տվել հարցազրույցներ, օգնել եմ առաջին եւ երկրորդ չկա մի հարթակ, որտեղ կկարողանամ խոսքս լիարժեք հասցնել ձեզ։ Ինձ համար չկա այդ հարթակը։ Սա մեկ, երկրորդ։ Ինչու են երկարացնում սերիալը, ձգձգում։ Չեն ձգձգում։ Մեր սերիալները հիմնականում բաղկացած են լինում 300-400 մասից։ Հիմա 211-րդն ենք հեռարձակել դեռևս ու մինչև հավանաբար 244-45 ու մենք կավարտենք արդեն եւ դա երկար չէ եւ առհասարակ օջարային օպերայի համար դա երկար չի համ։ Աշունը եկավ, տերևները թափվեց, այգին դարձավ լրիվ ուրիշ ձև։ Այսօր հետաքրքիր օր է սպասվում, այս հենց ծիրուն օր է սպասվում։ Գնում եմ ներկայացում խաղալու, հետո գնում եմ կարևոր գործերով, կարևոր մարդկանց հետ տեղ, հետո գնում եմ լավ աղբերներին տեսակցության ստուդիա։ Հենց որ ձեզ լավ անակնկալներ է սպասվում։ Օջարային օպերայի համար դա երկար չի համարվում։ Ինչ վերաբերում է նրան, որ ինձ պարբերաբար խորհուրդ եք տալիս, որ ես 20 մասանոց սերիալներ անեմ, ասեմ, որ դրա միտքը ես ունեցել եմ սրանից 20 տարի առաջ եւ այն մարդիկ, ովքեր հիմա ինձ խորհուրդ են տալիս, այդ ժամանակ դեռևս ծնված չեն եղել։ Ես ցանկացել եմ այդպիսի բան անել եւ արել եմ, շատ եմ արել, հեռարձակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, բայց հեռուստատեսության համար շատ ավելի նպատակահարմար է ունենալ երկարատև սերիալ, որովհետև դա ապահովում է ժամանց, այդ հիշեք, մտապահեք, դաջեք։ Մենք ձեր ընտանիքի
երեխաների դաստիարակողը չենք։ Խնդրում եմ ձեր երեխաների դաստիարակությունը մեր ուսերից իջեցրեք։ Մենք չենք զբաղվելու ձեր երեխաների դաստիարակությամբ, որովհետև դա ժամանց է։ Ձեր երեխաների դաստիարակությամբ խնդրում եմ դուք Ողջույն սիրելի ընկերներ, այսօր առավոտը բացվել է նրանով, որ տեսարան ունենք նկարելու, որտեղ Բերբերյանների ընտանիքը մի լավ նորություն է ստանում, նորությունը սկսում է իմ իմացությունից, վերջապես մի լավ բան է լինում Բերբերյանների ընտանիքում։ Գնում ենք այդ տեսանը նկարելու, դրանից հետո քննությանը տրավմատոլոգիա եւ օրթոպեդիա պետք է իջնեմ համալսարան քննությունը տամ, հետո վոլեյբոլի խաղ ունեմ, տենց երևի մի 2 ժամ էլ ընդեղ կեթա, դրանից հետո արդեն նկարանման եմ ամբողջ օրը։ Ձեզ մաղթում եմ լավ օր, որոշեցի կիսվեմ իմ օրով ձերը։ Ինչ վերաբերում է նրան, որ մենք միշտ այլասերում ենք երիտասարդությունը եւ այլն, ինչով։ Այն սերը, որը մենք ներկայացնում ենք սերիալում, մեր իրականության մեջ գոյություն չունեցող սեր է։ Հաստատ։ Այն ինչ որ կատարվում է մեր իրականությունում, այն ինչ որ մենք տեսնում ենք եւ իրականում չենք էլ ուզում տեսնել, այն ճոխ հարսանիքները, որոնք որ ավարտվում են բավականին աղմկահարույց ամուսնալուծություններով, եւ առհասարակ այս կեղտոտ իրականության մեջ ներկայացնել այդքան մաքրամաքուր սեր, կարծում եմ դրանով միայն պետք է սնվել, այլ ոչ թե ասել, որ մենք որևէ ձև ինչ որ մի վատ բան ենք անում, երբեք։ Իմ նախագծերում չարը միշտ պատժվում է։ Արդյոք իրականությունում այդպես է։ Արդյոք մեր կյանքում այդպես է։ Չգիտեմ։